Բարի առավոտ հարգելի հետևորդներ, ABC լուրերն ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնի Մութաֆյանն եմ։ Թուրք պաշտոնյան խոսել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուադ Օքթայը հայտարարել է, որ Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորումն անմիջականորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հետ։ Նրա խոսքով հայ-ադրբեջանական հարաբերություններում, ինչպես հացահատիկի տեղափոխումը Ադրբեջանի տարածքով, այնպես էլ առևտրային կապերի սկիզբը ցույց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության։ Սակայն զուգահեռ տեղի ունեցող իրադարձություններն ամենևին էլ ցույց չեն տալիս Բաքվի խաղաղասիրական նկրտումները։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը մասնակցել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստին։ Իր ելույթի ընթացքում նա խոսել է հետհակամարտային շրջանում Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին, անդրադարձել երկու երկրների միջև Վաշինգտոնի համաձայնագրից բխող հարցերին, այդ թվում Թրամփի երթուղում, թրիփի ներդրմանը տարածաշրջանային զարգացման գործում։ Հատկանշական է, որ գերատեսչության հայտարարությունում կրկին կիրառվել է Զանգեզուրի միջանցք տերմինը։ Բացի այդ, ադրբեջանցի փոխարտգործնախարարը անդրադարձել է մեր հայրենակիցների դեմ կեղծ դատավարություններին, պնդելով, թե դրանք իրականացվել են միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության համաձայն։ Բաքվի բանտից եկող հայտարարություններն էլ ապացուցում են, որ այդ դատավարություններն ամենևին կապ չունեն արդարադատության տարրական նորմերի հետ։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտարարություն է տարածել ընտանիքի միջոցով։ Արցախի նախկին պետնախարարը որոշել է դատավճիռը չբողոքարկել։ Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում, թե հրաժարվում է պաշտպանությունից, հայտարարել է ընտանիքն ու շեշտել, որ այս կերպ Վարդանյանը չի ուզում լեգիտիմացնել այն գործընթացը, որն ի սկզբանե կապ չի ունեցել արդարադատության հետ։ Բողոքարկումը իմաստ ունի միայն այնտեղ, որտեղ գոյություն ունի առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն։ Սակայն երբ խախտումներն ունեն համակարգային բնույթ եւ առնչվում են արդարադատության հիմնարար սկզբունքներին, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող եւս մեկ գործիքի։ Այս պայմանում վերադասատյան դիմելը կնշանակի ճանաչել դատական գործընթացի իրավունքի նորմերի, թեկուզ նվազագույն պահանջներին համապատասխանությունը, ինչ բնավ այդպես չէ։ Մենք կշարունակենք պայքարել արդարադատության համար, միջազգային իրավական մեխանիզմների և միջազգային այլ ատյանների միջոցով։ Անկարելի է պաշտպանել սեփական իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատականության իրավունքը։ Ադրբեջանական տրակտորն օկուպացված Արցախում կանգ չի առնում։ Փետրվարի 4-ից հետո արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և ոչնչացման նոր դեպքեր։ Մասնավորապես Արցախի Մարտունիում գտնվող հուշահամալիրը նվիրված հայրենական մեծ պատերազմի և Արցախի ազատամարտի նահատակների հիշատակին։ Օրերս ադրբեջանական սոցիալական հարթակներում տարածվեց տեսանյութ, որը նկարահանված է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում։ Տեսանյութում հստակ երևում է, որ ավերված է Արցախյան պատերազմում զոհվածների գերեզմանոցը։ Երեք խուճապ էր առաջացրել Veolia ջուր ընկերության հայտարարությունը, ըստ որի մայիսից Հայաստանում ջուրը դառնում է ժամով հասանելի ծառայություն։ Ըստ հայտարարության մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ն ամբողջ հանրապետությունում գիշերներն անջատվելու է ջրամատակարարումը, իսկ մարզերում կլինի 4-ից 6 ժամով։ Սակայն երեկոյան տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը հայտարարել է, որ ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։ Որոշումը խնդրահարույց է ոչ միայն ձեզնից շատերի, այլև կառավարության համար եւ օպերատիվ խորհրդակցություն ենք հրավիրել բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։ Տեղի է ունեցել քննարկում եւ որոշում ենք կայացրել կասեցնել ժամանակացույցի գործողությունը։ Խնդիր է ձևակերպել առաջիկա 2 շաբաթվա ընթացքում ջրային կոմիտեն, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւ Veolia ջուր ընկերությունը իրականացնելու լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 եւ 2025 թվականների նկատմամբ բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։
Այս թեմայով հրատապ ասուլիս էր հրավիրել Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով ինչպես ջրի, այնպես էլ էլեկտրաէներգիայի ու մյուս ոլորտներում ունենք տոտալ պարտված քաղաքականություն։ Հայաստանում ըստ նրա ամեն քաղաքացու բաժին է ընկնում տարեկան 3200 խորանարդ մետր ջուր, որն աշխարհի նորմայի կրկնակին է։ Ջուրը անհրաժեշտություն է, ջուրը ճոխություն չէ։ Եվ մենք պետք է այս հարցը կարողանանք լուծենք նորմալ կառավարման արդյունքում մեր երկրում սա պետք է հարց չլինի։ Բժշկական հաստատությունները պետք է 7 ժամ ջրից զրկված չլինեն։ Ճիշտ կառավարումը սրանից է սկսվում։ Իսկ նախքան ջրանջատումների գրաֆիկի հրապարակումը Փաշինյանը հայտարարեց թոշակների բարձրացման մասին։ Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան 10,000 դրամով, բարձր թոշակները ավելի քիչ։ Չնայած ընդամենը մեկ ամիս առաջ Փաշինյանը համոզված էր, որ թոշակն ավելացնելը որևէ բան չի փոխելու թոշակառուների կյանքում, այսօր այլ բան է հայտարարում։ Սա խոստում է, որը Փաշինյանը սովորաբար հիշում է նախընտրական շրջանում։ Թոշակների բարձրացման մասին խոստում հնչել է նաև 2021-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ, սակայն այն կատարվեց 2026-ի ընտրությունից ընդամենը 2 ամիս առաջ։ Առանձնացրել ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները այս թեմայի վերաբերյալ։ Ինչա դժվար թոշակը բարձրացնել, հարգելի գործընկերներ։ Մի պատճառով, որովհետև կենսաթոշակառուների թիվը շատ մեծ է։ Եթե մենք օրինակ վերցնենք եւ 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի վրա եւ տուն տաքացնելու վրա ծախսելու արդեն ոչ թե 27,000 դրամ, այլ ծախսելու է 35,000 դրամ, բայց տունը միևնույնն է չի տաքանալու։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Ընդ որում համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ։ Նախընտրական փուլում բացվել է նաև մարտի 1-ի գործի վերաբերյալ թղթապանակը։ Ձերբակալել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանին։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ նրա հանձնարարության բռնություն է գործադրվել 2008 թվականի մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։ Դատարանը որոշել է փոխել Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը տնային կալանքով։ 2 օրից Գալստյանը կլինի տանը, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Հիշեցնեմ, որ հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին ձերբակալել էին վաղ շաբաթում նոյեմբերի 16-ի ավականու ընտրությանը ենթադրյալ ընտրակաշարք տալու գործի շրջանակում։ Վեհափառի եղբոր եւ եղբորորդու գործի վերաբերյալ դատական նիստը հետաձգել են։ Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 23-ին։ Նիստի ընթացքում Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանների պաշտպան փաստաբան Էմի Խաչատրյանը հայտնել է, որ Գևորգ Ներսիսյանի բժշկական փաստաթղթերը ներկայացրել են դատարանին եւ լրացուցիչ հետազոտության անհրաժեշտություն կա։ Բացի այդ, փաստաբանը շեշտել է, որ Գևորգ Ներսիսյանը դեկտեմբերին եղել է կալանավայրում, չի ներկայացել թոշակի վերաբերյալ հարցերը կարգավորելու համար եւ թոշակը կասեցրել են։ Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու եվրոպական ծրագրերը բացարձակ խելագարություն են։ Նրա խոսքով տարօրինակ կլինի, եթե Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան հաստատեն իրենց ծրագրերը։ Սակայն Ռուսաստանի տվյալներն անհիմն չեն։ Ռուսաստանը հույս ունի, որ այս տվյալների հրապարակումը կխանգարի դրանց իրականացմանը։ ԱՄՆ փոխնախագահ Վենսն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները առաջընթաց է գրանցում ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցություններում թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի հետ։ Վենսն ասել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար դիվանագիտական ջանքերը պետք է շարունակվեն։ Նախագահ Թրամփը որոշակի լավատեսություն ունի, որ մենք կարող ենք հաջողությամբ ավարտել սա, հավելել է ԱՄՆ փոխնախագահը։ Իսկ Գերմանիայում բացվել է Ուկրաինայից դուրս ուկրաինական պատերազմին նվիրված առաջին թանգարանը։ Բեռլինի կենտրոնում բացված թանգարանում ցուցադրված են անօթաչուների եւ հրթիռների բեկորներ։ Ցուցահանդեսը բացվել է փետրվարի 24-ին Բեռլինի պատմության բունկերում նացիստական նախկին ռազմական ապաստարանում, որտեղ այժմ իրականացվում են պատմական ցուցադրություններ։ Եվ վերջում եղանակի մասին։
Տեղումն առած ցուրտ օր է սպասվում։ Այսօր ուշ երեկոյան փետրվարի 27-ի եւ 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, հովտային շրջաններում թաց ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 12 աստիճանով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք։